Միայն Coca-Cola չի բերեին կնձի իր կողմից դաժե հյուրասիրել։ Նույնիսկ մի Coca-Cola չեն հյուրասիրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ուր մնաց թե կաշառք ստանա։ Նախկին քաղաքապետը քաղաքական հրաման է որակել իր նկատմամբ դատական պրոցեսը։ Այսօր հակակոռուպցիոն դատարանը քննում է Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու հանրային մեղադրողի միջնորդությունը։ Մեղադրող դատախազը վստահ է, որ Վարդան Ղուկասյանը ազատության մեջ կարող է հանցան գործել։ Ազատության մեջ մնալու դեպքում չի կատարի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում որպես մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները, այդ թվում ազգանական ազդեցություն հնարավոր է գործադրի դատավարության մասնակիցների նկատմամբ առնվազն իր օգտին ցուցմունքներ ստանալու նպատակով։ Իդեպ Հայաստան դաշինքի 3 պատգամավորներ երաշխավորել են Վարդան Ղուկասյանի պատշաճ վարքագիծը։ Ըստ միջնորդության, խափանման միջոցի փոփոխման դեպքում նա չի միջամտի նախաքննությանը։ Միջնորդությունները քննելու համար դատարանը որոշել է նիստը շարունակել դռնփակ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանում է։ Նա մասնակցում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական 24-րդ նիստին, հայտնել է փոխվարչապետի գրասենյակը։ Ես կառաջարկեի ներմուծել Իրանից պատժամիջոց իրենք ասում են փետերով խփել, հա 10 փայտ կամ 20 փայտ ճիպոտավոր է։ Հանրային հեռուստաընկերության Միքայել Սրբազանին ճիպոտահարելու առաջարկ արած Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին Սրբազան շարժումը ճիպոտ է նվիրել։ Նվերը թողել են թատրոնի գլխավոր մուտքի դռան վրա, նաև գրություն մեջբերում մտրակավորական ճիպոտ, բռնություն չի, զուտ հումոր, մեջբերման ավարտը։ Երկրորդ գրությունը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Միքայել Սրբազանն այս պահին հետազոտությունների փուլում է վիրահատության օր նշանակելու եւ առողջական գործընթացը կազմակերպելու համար։ 21 TV-ի հետ զրույցում պարզաբանել է Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը։ Փաստաբանը նաեւ նշել է, որ իրավական փոփոխություններ չեն եղել, ռեժիմը մնում է նույնը։ Անձը շարունակում է գտնվել կալանքի տակ, պարզապես բժիշկների վերահսկողությամբ։ Տեսակցությունների քանակը եւ պայմանները օրենքով սահմանված նույն շրջանակներում են։ Օրերս Միքայել arczepiskopos Աջապահյանին տեղափոխել էին Իզմիրյան բժշկական կենտրոն առողջական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերի հիմքով։ Ես բողոքարկելու եմ վարչության որոշումը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու թիմակից պատգամավոր Հայկ Սարգսյանի լարված հարաբերությունները նոր զարգացում են ստացել։ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ 2026-ի նախընտրական ցուցակում ինքը չի ընդգրկվել կուսակիցներից մեկի պատճառով, ակնհայտ ակնարկելով Ալեն Սիմոնյանին։ Ինչպես ընդդիմադիր դաշտն է նրան անվանում, շիշ բռնելով հայտնի չդարձած Հայկ Սարգսյանը պատրաստվում է բողոքարկել քաղաքացիական պայմանագրի վարչության որոշումը, եւ ինչպես նա է ասել, դա անում է Նիկոլ Փաշինյանի համար։ Հնարավորություն ունեն բոլոր գերիներին ուտելի։ Բաքվում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը Լինդա Էուլջեքչյանը դիմել է Ադրբեջանի նախագահի կնոջը Մեհրիբան Ալիևային ամուսնուն ազատ արձակելու ակնկալիքով։ Լինդա Էուլջեքչյանը նամակում նշել է, որ ամուսինը չնայած առողջական ծանր վիճակին արդեն 5 տարի է դիմանում է գերության մեջ, սակայն վիճակը գնալով վատթարանում է։ Հայ գերու կինը հույս է հայտնել, որ Մեհրիբան Ալիևան նամակն անպատասխան չի թողնի։ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող շինծու դատական քննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի եւ ճառերի փուլի մեկնարկի դեմ։ Վարդանյանին նշանակված ադրբեջանցի փաստաբանը ներկայացրել է 2 միջնորդություն, որոնք դատարանը չի բավարարել։ Սակայն թե ինչ միջնորդությունների մասին է խոսքը, չի հաղորդվում։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու նախապատրաստելու եւ իրագործելու ահաբեկչության ֆինանսավորման մարդկանց տեղահանելու համար։ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է։ Մարզի բնակչության 43%-ը աղքատ է, հայտնել է վիճակագրական կոմիտեն։ Աղքատության մակարդակով երկրորդ մարզը Տավուշն է 39.9%-ով։ Ընդհանուր առմամբ երկրում աղքատության միջին մակարդակը 21.7% է, ինչը նշանակում է, որ Հայաստանում ամեն 5-րդ մարդ աղքատ է։ Մեր երկրում աղքատ համարվում է այն քաղաքացին, ում ամսական սպառումը չի գերազանցում 53,000 դրամը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի դիրքորոշմամբ իրենք ընդունում են թե ադրբեջանական, թե հայկական կողմի շահերը։ Նրա խոսքով բանակցությունների թեման Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական պայմանավորվածությունն է։ Կոբախիձեն նաև շեշտել է, որ իրենք ունեն սեփական շահեր եւ հույս հայտնել, որ ցանկությունները կտան ցանկալի արդյունք գտնելու երեք երկրներին բավարարող լավագույն ուղին։ Так называемые Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ մեկին չեն զրկում անվտանգության իրավունքից, բայց կկատարեն իրենց խոստումները, այդ թվում ՆԱՏՕ-ի չընդլայնումը։ Ոչ թե Ռուսաստանը սկսեց պատերազմը Ուկրաինայում, այլ Արևմուտքը։ ԱՄՆ նախորդ վարչակազմը դիտավորյալ իրավիճակը հասցրեց պատերազմի։ Վաշինգտոնը եւ Եվրոպան վստահ էին, որ կարճ ժամանակահատվածում կոչնչացնեն Ռուսաստանը, ասել է Պուտինը եւ նշել, որ երկիրը պատրաստ է բանակցել եւ լուծել բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով։ Ռուս առաջնորդը հայտարարել է, որ Մոսկվան անկասկած կհասնի իր նպատակներին Ուկրաինայում, այդ թվում ռազմական ուժով գրավելով այն տարածքները, որոնք Վլադիմիր Պուտինը ռուսական է համարում։ стратегически важных направлений. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է նախապատրաստում ռուսական էներգետիկայի դեմ, եթե Ուկրաինայի հարցում խաղաղ վերջաբան չդրվի։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հնարավորության մասին հաղորդումներ չեն տեսել, բայց գիտեն, որ Վաշինգտոնում նման ծրագրեր կան։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կրակոցները չեն լռի, քանի որ իրենք ոչ թե հրադադար են ուզում, այլ վերջնական խաղաղ կարգավորում։ И также общее членство. ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը Բերլինում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնեցրել են Ուկրաինայի անվտանգության գերաշխիքների ծրագիրը։ Փաստաթղթերում առաջնային պայման է խաղաղ ժամանակում Ուկրաինայի զինված ուժերի թիվաքանակի կրճատումը հասցնելով մինչև 800,000-ի, ինչպես նաև ուկրաինական բանակի ուժեղացումը Եվրամիության եւ ԱՄՆ-ի աջակցությամբ։ Եվրոպական երկրների զորքերը կտեղակայվեն երկրի արևմուտքում, Ռուսաստանի հետ սահմանից հեռու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է շրջափակել բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերը, որոնք փորձում են մուտք գործել Վենեսուելա եւ դուրս գալ այնտեղից։ Այս մասին Թրամփը հայտնել է X-ի իր միկրոբլոգում, նշելով, որ պետք է ետ վերադարձվի նախկինում ԱՄՆ-ից կողացված նավթը։ Սա Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու Վաշինգտոնի հերթական քայլն է։ Սոչիում ձերբակալվել են հայր եւ դուստր։ Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նրանք պատրաստվում էին համալրել ուկրաինական բանակի շարքերը։ Թուրքիայում գտնվող Մարմարածով նավից նահանջել է մոտ 20 մետրով։ Տեղատվության հետևանքով ավազե կղզյակներ են առաջացել, որոշ տեղերում նավակները խրվել են ափի։ Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է մաքուր ոսկուց պատրաստված 2 կիլոգրամանոց թագը։ Մասնագետները փորձել են հաշվարկել վնասը, որը տատանվել է 28500-ից մինչև $57,000 սահմաններում։